լավ, մեր իրավական ավանդույթը գտնվում է ոչ թե ինչ-որ մի առանձին մոլորակի վրա, այլ մեր աշխարհում, մեր երկրի մոլորակի վրա, որտեղ աշխարհը փոխվում է մեր բոլորի աչքի առաջ։ Դա տեխնոլոգիաների փոփոխությունը, տնտեսական համակարգի փոփոխությունը, սոցիալական համակարգի եւ աշխարհակարգի ամեն ինչ մեր աչքի առաջ է։ Անկամ անցյալ տարվանից մինչև հիմա մեր ընկերներից Արսեն Բաբայանը օրինակ շատ սիրում է հատկապես ինքը եւ մենք բոլորս ենք ինչ-որ օգտագործել AI-ի, այսինքն արհեստական բարականության գործիքները, ես դրա մասին իմացել եմ անցյալ տարի։ Այս դպրոցի շրջանակներում երբ մեր գործընկերների հետ խոսում ենք, այս մի տարվա մեջ արդեն սովորական բան է դարձել։ Աշխարհը փոխվում է, այս 4 բաղադրիչներով մենք ունենք աշխարհի կտրուկ փոփոխություններ։ Իսկ այս շրջանակներում կարող ենք ասել, որ իրավունքը 20-րդ դարի կեսերից մինչև 21-րդ դարի սկիզբը մի քանի հատկանիշներով է բնութագրվում իրավունքի գլոբալացում, այսինքն մենք կամաց-կամաց ունենք միջազգային իրավունքի ձևավորում, տարբեր երկրների ներպետական իրավունքների մոտարկում, նույնաբույր կարգավորումների սահմանում եւ այլն։ Սահմանադրականության գաղափարի կենսագործում։ Դրա մասին շատերն են խոսում, բայց 20-րդ դարի կեսերից սկսվեց դրա կենսագործումը։ Իրավական պետության գաղափարի կենսագործում, որը անվերել է տարբերակով rule of law տարբերակով շատ ավելի հաճախ ուրեմն հնչում, պարզ է, որ իրավաբանները դրա մասին մանրամասն չասեն, կարճ դրա մասին է խոսքը, որ բոլոր հարաբերությունները պետք է ստանան իրավական կարգավորում եւ մարդու խախտված իրավունքները պետք է ունենան պաշտպանության որոշակի գործիքներ։ Եվ այս ամեն ինչը խարսխված է իրավունքի եւ քաղաքագիտության, այսպես մեջտեղում գտնվող ընտրական ժողովրդավարության գաղափարի վրա։ Այս բոլոր կոմպոնենտները ունեն իրավապաշտպանական որոշակի, այս բոլոր երևույթները ունեն իրավապաշտպանական որոշակի բաղադրիչ։ Իրավունքի գլոբալացման համատեքստում գլոբալացել է նաև իրավապաշտպանությունը։ Մենք ունենք իրավապաշտպանական գլոբալ կառույցներ, որոնք որ տարեկան զեկույցների եւ այլ գործիքների միջոցով փորձում են հասկանալ աշխարհում ինչ է կատարվում իրավունքի գործը։ Բոլորովին վերջերս օրինակ հրապարակվեց Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից հրապարակվեց պետական դեպարտամենտի կողմից գլոբալ։ Մենակ Հայաստանին չէ վերաբերում։ Մեր մասն է մեզ հետ արժում, բայց աշխարհի մակարդակով թե ինչ է տեղի ունենում իրավունքի պաշտպանության ոլորտում։ Նույնը վերաբերում է օրինակ Amnesty International, Freedom House կազմակերպություններին։ Շատ են այդպիսի կազմակերպությունները, որոնք ունեն իրավապաշտպանական բնույթ։ Սահմանադրականության գաղափարի կենսագործում։ Այստեղ իրավապաշտպանական բաղադրիչը իմաստը չունի, որ խոսենք թե ինչու՞մ է դրսևորվում, սահմանադրական դատարաններ, բազմաթիվ դիմումներ, որի հիման վրա մենք ունենք իրավունքի զարգացման բազմաթիվ դրսևորումներ Հայաստանում ևս իհարկե, բայց խոսքը վերաբերում է գլոբալ պրոցեսին։ Իրավական պետության գաղափարի կենսագործման շրջանակներում այստեղ ամենաշատն է գետի վրա իրավապաշտպանները անընդհատ իրենց գործունեության թե դատարանների առջև, թե հանրային կարծիքի դատարանի առջև, որից ասեմ, որ մենք դասախոսություն ենք հատուկ ունենալու, իրենց գործունեության նպաստում են իրավական պաշտպանության մեխանիզմների ընդարձակմանը։ Նույնը վերաբերում է ընտրական ներքին ժողովրդավարության։ Այս պայմաններում, այս պրոցեսների շրջանակներում մենք փորձենք տալ իրավապաշտպանության հասկացություն, չնայած մենք դրա մասին երկար ենք խոսելու, իրավապաշտպանությունը իրենից ներկայացնում է ինչ։ Առաջինը քաղաքացիական հասարակության գործառույթ։ Եթե մենք խոսում ենք իրավապաշտպանության մասին, դա պետք է դիտարկենք քաղաքացիական հասարակության տիրույթում, այսինքն այն կառույցի տիրույթում, որը փորձում է վերահսկել քաղաքական իշխանությանը։ Եվ այդ տեսանկյունից, եթե դուք տեսնեք իրավապաշտպաններ, որոնք գտնվում են քաղաքական իշխանության վերահսկողության ներքո, քաղաքական իշխանության այսպես գաղափարական մոտեցումների շրջանակներում, դա այնքան իրավապաշտպանություն չի։ Նույնիսկ տերմին կա դրա համար, կոչվում է GONGO, Governmental NGO, որը Հայաստանում շատ չի կիրառվում, բայց իրականությունն է, որ կարող է նաև շատ կիրառվել։ Ամեն դեպքում իրավապաշտպանությունը քաղաքացիական հասարակության գործառույթ է։ Ուղղված է մարդու իրավունքների պաշտպանությանը, բնականաբար սրա մասին երկար խոսելու կարիք չկա, ունի 3 ուղղություն, այս է կարևորը։ Դատարանների եւ իրավապահմանների առջեւ աշխատանք, հանրության առջեւ աշխատանք եւ գործընկեր կառույցների առջեւ աշխատանք, խոսքը վերաբերում է դրա, որը ցանցային երևույթ է։ Որից ասած դրա մասին դուք լսել եք առանձին հասարակություն։ Ամենակարևորը, որը ինչ
կապող օղակն է 21-րդ դարի, 20-րդ դարի մինչև մարդկությունը մինչ իրան ճանաչելը։ Խնդիրը դրված արդարությունը վերականգնել։ Իսկ թե ինչ է արդարությունը, դա շատ ավելի երկար խոսակցություն է։ Մեծ հաշվով մենք կարող ենք խոսել նրա մասին, որ արդարությունը դա ճիշտ բալանսը ազատության եւ անվտանգության միջեւ։ Մյուս տեսանկյունից դրա մասին մեր մյուս գործընկերը վաղը չեմ այսօր Արսեն Բաբայանը խոսի, արդարությունը սերտորեն կապված է ոչ խտրականության հետ։ Այնտեղ որտեղ կա խտրականություն, այնտեղ չի կարող լինել արդարություն։ Եվ դուք տեսել եք նաև ծրագիրը, որ ձեզ փոխանցվել է, որ առանձին մենք խոսելու ենք նաև ոչ խտրական երևույթի մասին, ոչ խտրականության մասին։ Ինչ ռազմավարություններ ունեն այս փոփոխվող աշխարհում փոքր ազգերը։ Մեծ հաշվով երկու ռազմավարություն կարող են ունենալ։ Մեկը գլոբալիզմն է, մյուսը ինքնությունը կարևոր է։ Գլոբալիզմի տրամաբանության շրջանակներում ավանդույթն ընդհանրապես ձև է։ Մինչդեռ ինքնությունը կարևորելու դեպքում ավանդույթը արժեք է դառնում։ Մարզի իմաստով արժեք, որի համար կարելի է կռվել, որը կարելի է պաշտպանել, որը կարելի է զարգացնել։ Գլոբալիզմի դեպքում նորը կարելի է անսահման ընդօրինակել։ Ինչ լինի կարելի է ընդօրինակել։ Ինքնության կարևորման պայմաններում նորը կարելի է ընդօրինակել զուշավոր։ Սա ամենակարևոր գաղափարական տարբերությունն է։ Ես սրա վրա շատ չեմ կենտրոնանալ, բայց ես ձեզ խնդրեի, որ դուք սրա մասին մտածեք։ Մեծ հաշվով այս երկու մոտեցումներն են գոյության երևի թե իրավունք ունեցող մոտեցումներ։ Պայքարի մեջ գտնվող մոտեցումներն են, որն է ճիշտ, որն է սխալ։ Ավանդույթը մեր համար արժեք է, թե սոց քիչ-որ ձևական մի բան։ Արդյոք գոյություն ունի հայկական իրավական ավանդույթ։ Այս հարցը իրականում պատահական չի, նորից ասեմ, շատերը այս հարցին չեն կարողանում պատասխանել, ինչքան էլ ուզենան պատասխանել։ Մենք այստեղ իրականում խնդիր ունենք։ Մենք հիմա նաև տեսնենք, թե ինչի խնդիր ունենք։ Հայկական իրավական ավանդույթի բովանդակային տեսանկյունից մենք կարող ենք 4 կարևորագույն երևույթների մասին խոսել։ Առաջին անգամ, երբ որ մենք խոսում ենք առանձին հայկական իրավունքի մասին, դա Հովհաննես Օզնեցի կաթոլիկոսի կանոնական իրավունքի ժողովածուն։ Դրանից առաջ մենք կարող ենք միայն այսպես կերածների մակարդակով խոսել հայկական իրավունք։ Ցավոք սրտի ակտիվներ մեզ չեն ասել։ Իսկ եթե մենք փորձում ենք իսկապես գիտականությունը պահել, ապա այլ տարբերակ չունենք, քան Հովհաննես Օզնեցի կաթոլիկոսի ժամանակներից սկսենք հայկական իրավական ավանդույթի, այսպես ասած, ծագումնաբանությունը որոշել։ Ինչ է իրենից ներկայացնում կանոնական իրավունքի ժողովածը։ Սա շատ հետաքրքիր բան է, որը ցավոք սրտի էլ ավելի քիչ է ուսումնասիրված, քան օրինակ դիմորդիկան հոշումը շատ ուսումնասիրված է։ Այդ ժամանակ Հայաստանը գտնվում էր շատ կարևոր, այսպես բաժանման եզրի։ Դուք լսել եք դրա մասին, Ավարարի ճակատամարտ, քաղաքագիտականություն գուցե տերմինը ձեզ ծանոթ է քաղաքագիտականություն տերմինը։ Տիեզերաժողով տեղի ունեցավ, այդ նույն տնի երբ որ մեր մոտ Ավարարի ճակատամարտն էր եւ որոշվեց ինչ-որ քրիստոսաբանական բաներ որոշվեց, հիմա դրա մեջ չեմ ուզում խորհել։ Մենք այդ հարցին անդրադարձանք մի 50-60 տարի հետո եւ տարբեր պատճառներով դրանից հրաժարվեցինք։ Հետո տարբեր զարգացումների բերումով որոշակի երկու կողմերն էլ այսպես փոխզիջումային տարբերակի եկան, մոտավորապես 7-րդ դարի սկզբին։ Բայց այդ փոխզիջումային տարբերակը երկարչափեց հենց Բյուզանդիայի պատճառով, որը այդ փոխզիջումային տարբերակը ունած պատրիարքին բանադրեց, ասես սխալ բան է արել, այդ զիջումը անընդունելի է եւ իրանք հետ քաշվեցին սկզբնական դիրքերը։ Դե մենք էլ ստիպված ենք կամ գնալ իրանք տարբերակով կամ հայտարարել մեր տարբերակը եւ դրա հիման վրա ձևավորել նոր իրավական ավանդույթ։ Դա տեղի ունեցավ հենց Հովհաննես Օզնեցի կաթոլիկոսի կողմից 8-րդ դարում, երբ սկզբունքային որոշում կայացվեց, որ չէ, մենք մեր իրավական համակարգն ենք ձևավորել։ Դրանից հետո հաջորդ փուլը դա Մխիթար Վարդապետ Գոշի եւ Սմբաց Վարապետի դատաստանագրքերի մշակումը, դրա մասին ենք շատ ավելի մանրամասն խոսենք եւ տեսնենք, թե ինչով է սկզբունքով է տարբերվում նախորդ շրջանի իրավական աշխատանքից։ Դրանից հետո Մադրասի խմբակի ծրագիրը, դա ձեզ նաև դասագրքերից է ծանոթ եւ պետական ավանդույթ 20-րդ դար, 21-րդ դար։ Պրոբլեմը նրանում է, որ այսօրվա մեր իրավաբանությունը այստեղից է սկսվում, եթե մենք խոսում ենք իրավական ավանդույթի մասին, այս է մեր ունեցած կապը։ Մնացածի հետ մենք կապ չունենք։ Մենք պարզապես կապ չունենք։ Մեր պաշտոնական իրավաբանությունը դրա հետ կապ չունի։ Ես խնդիր եմ տեսնում նաև հնարավորություն տալ գոնե, որ
որպեսզի այդ կապը ձևավորվի, եւ մենք այսօր դրա մասին ենք խոսում։ Փորձենք հասկանալ, թե ինչու՞մ է եղել Սմբատ Սվարապետի եւ Մխիթար Վախտապետի դատաստանագրքերը, որտեղ զուգահեռ դրանց ուսումնասիրություն է եղել։ Փորձենք հասկանալ, թե ինչու ենք հիմա մենք բոլորս խոսում Մխիթար Գոշի դատաստանագրքի մասին, բայց մի տեսակ անտեսված է Սմբատ Սվարապետի դատաստանագրքը։ Սկսենք նրանից, որ 1880 թվականին ինչի է հարցական դրած, որովհետև չնայած գրքի վրա 1880-ը գրած, բայց կա մոտեցում, որ ավելի ուշ է դա հրատարակվել։ Վահան Վարդապետ Վաստանացի կողմից Մխիթար Գոշի դատաստանագրքի առաջին հրատարակությունն եղավ ընդհանրակ մեկնաբանությունը։ Դա իսկապես մեգահիտ էր մեր այս տերմինը օգտագործել մեր հայագիտության մեջ, այն պատճառով, որ առաջին անգամ մի քանի ձեռագրերի, այսպես ասած, զուգադիր հրատարակություն տեղի ունեցավ։ Առաջին անգամ էր դա։ Դրանից հետո նոր Մովսես Խորինացու հայոց մատնություն եւ մյուսները առաջինը եղել է հենց այս գործը։ Ցավոք սրտի Վահան Վարդապետ Պաստանյանցը, որը Գայանեի վարահայրն էր, շատ կարճ ժամանակ հետո, ոչ թե շատ կարճ ժամանակ հետո, այլ մինչև գրքի հրատարակությունը մահացավ, շատ մեծ կորուստներ մեր իրավաբանության համար, որովհետև այս գրքով մենք սկսեցինք վերադառնալ իմաստավորել Մխիթար Գոշի դատաստանագրքը, բայց ընդհանրապես սկսեցինք։ 1905 թվականին Հայաստանում ձևավորված այս հարցը գնաց հասավ Եվրոպա։ Ստրասբուրգում պրոֆեսոր Յոզեֆ Կարստի կողմից հրատարակվեց գերմաներեն իսկումա կողնի մեր Արտուրը, նա կտրել այդ ոնց է կարդացվում։ Սեմփաչա կոդեքս։ Սեմփաչա կոդեքս, այսինքն Սմբատի դատաստանագիրքը։ 1905 թվականին երկու հատորով հրատարակվեց։ Ես ցավով պետք է ասեմ, որ Հայաստանում ընդհանրապես մի գրադարանում է պահպանվել ոչ այնքան լավ վիճակում է գրադարակությունը, եւ գրադարանում ուրիշ տեղեր բազապես չկա, ֆանտաստիկ գործ է արված։ Մենք սա չդիտարկենք հատուկ հայերի նկատմամբ վերաբերմունքի մասով, սա դիտարկենք ընդհանրապես գերմանական իրավագիտության շատ հետաքրքիր շրջան 19-րդ դարի վերջին, որոնք մեծ հետաքրքրություն են ձևավորում արևելքի նկատմամբ, արևելյան իրավական ավանդույթի նկատմամբ եւ դրա շրջանակների մեջ պրոֆեսոր Կարստի այս հրատարակությունը, որտեղ շեշտադրվում էր եւ կենտրոնական դերում էր հենց Սմբատ Սվարապետի դատաստանագիրքը, որը ընդունված է համարել եւ ինքը առաջին անգամ դրա մասին խոսեց, շատ հստակ արտահայտություններով, որ ուղիղ բխում է Մխիթար Գոշի դատաստանագիրից։ Դրա այդ ավանդույթի շարունակությունն է, ոչ թե վերարտադրությունն է, այլ բխում է դրանից։ Այսինքն ավանդույթը իրանից ինչ արեկրած այստեղ մի հատ կարճ խոսում դրա մասին։ Ավանդույթը շատ լավ ձևակերպում կա, ուզում եմ ասել, ես անընդհատ ավանդույթի մասին խոսելուց առաջ եմ անգալի այս ձևակերպի մասին։ Ավանդույթը դա մոխրի պաշտամունքը չի։ Ավանդույթը կրակի փոխանցումն է։ Հիմա այս տրամաբանության շրջանակներում Սմբատ Սվարապետը ոչ թե մեխանիկորեն վերարտադրել է ինչ-որ գործներ արել, այլ իր ժամանակի, իր իրականության համապատասխանեցրել է եւ դա եղել է գործող դատաստանագիր Կիլիկիայում։ Մոտ առապես 70 տարի Մխիթարից հետո։ 20-րդ դարի սկզբում տեսեք արդեն ավելի է կարևորում Սմբատ Սվարապետի դատաստանագիրքը։ Հետո ինչի է տեղի ունենում հաղթանակը հիմա տեսնենք։ Մխիթար Գոշը հայտարարվում է խորհրդային միության սիրելի զավակներից մեկը, այսպես ասած։ Ինչու՞, այդ ձեր կարծիքով ինչու՞։ Ինչու է մոռացվում Սմբատ Սվարապետը, բայց հիշվում է Մխիթար Գոշը։ Հիշենք, ես մենք կարող ենք համարել Մատնարդարանի առջև այս արձանները խորհրդային միության ընտրանի։ Խորհրդային միությունը հենց այս մարդկանց է ընտրել։ Եվ դա ամենևին չի նշանակում, որ մեր ամենամեծ մեծերը հենց այս 6 կամ 7 կամ 8 մարդիկ են, չէ։ Ուղղակի եղել է որոշակի short list շատ բաց պատճառով։ Խորհրդային միությունը գաղափարական պետություն էր։ Խորհրդային միությունը չէր կարող ընտրել օրինակ Հովհան Օծնեցուն, որը այսպես արիստոկրատական ծագում էր։ Առավել ևս Սմբատ Սվարապետին, որը թագավորի եղբայր էր։ Չէր կարող։ Եվ դրա համար պետք է ընտրել այն մարդկանց, որ իր գաղափարակոսության ներքո իրենցից ներկայացնում են այսպես ժողովրդից ծոցից ծնված մարդիկ։ Ովքեր են այս մարդիկ։ Հիշում եք, եկեք փորձենք հիշել։
Մխիթար Գոշը տեսնում եք 5-րդ։ Նրա կողքի ֆրիկն է, որից քիչ բան է մնացել, բայց ասել, որ օրինակ Ներսեր Շորհալու արձանը այստեղ չկա, որը նորից էլի շատ լուրջ արիստոկրատական ընտանիքի պալավունների ներկայացուցիչ էր եւ անցյալ տարի եւ նախանցյալ տարի նրա մահվան տարելիցներ մեծ շուկով նշվեց, հատկապես ոչ Հայաստանի գիտեք։ Եվ օրինակ այստեղ չկա Ներսեր Շորհալի կամ բայց կա ֆրիկը։ Ինչու, որտեղ խորհրդային միության տեսանկյունից այդպես է։ Մխիթար Գոշը սովորական քրիստոնյա ծնողների զավակ է, այդպես է ներկայացնում նրա միակ պատմագիրը Կիրակոս Գանձակից։ Բացարձակ արիստոկրատական բան չի ունեցել այսպես։ Եվ այդ է պատճառը, որ խորհրդային միությունը նրան այդքան մեծ դեր էր տալի։ Դա ընդունեք, դա փաստ է։ Ովքեր են այստեղ, Անանյա Շիրակացին է, Թորոս Ռոսլինն է, մյուսները, մյուս երկուսը ովքեր են, Անանյա Շիրակացի, Թորոս Ռոսլին, Մովսես Խորինացի և ևս մեկը, որին այս պահին ները չբերեցին, ամոթ, բայց ոչինչ։ Այստեղ խաղի մեջ է մտնում Ադրբեջանը։ Ես հիմա չեմ ուզում շատ, այսպես, երբեք տեսարանը հերթական ձևաչափը չեն օգտագործում քաղաքական պատճառներով, բայց փաստեր վարձակալում։ Դեռևս 1960 թվականներից Ադրբեջանը փորձում էր ադրբեջանացիներ մխիթար Գոշը։ Շատ ուղիղ։ Եվ հիմա դուք տեսնեք մի շատ յուրահատուկ բան։ Ով է հոդված գրում դրա դեմ։ Ով է գրում դրա դեմ հոդված։ Մի մարդ, որին երբեք չեք պատկերացնի գիտական հոդված գրելիս։ Ամեն օր է պատմում գլխարը դու տեսնում։ Հատկապես առևտուր անելիս։ Չարեցա առաջ էր։ 70-ական թվականներին Արուշ Սևակ Ասատուժ Մնացականյան գիտական հոդված է գրում по поводу книги Зии Гунятова «Азербайджан в 8-9 веке». Եվ այստեղ անդրադառնում են նրան, հեսա ռուսերենով փորձեն կապել։ Мхитар Гош, конечно, не мог знать, что через 750 лет после него появится Зия Гунятов и превратит его, знаменитого армянина и дважды вартапета армянской церкви, великого армянского правоведа и баснописца в Աղվանը, Աղվան, ադրբեջանցիների շնասում է, որ Աղվանները մեր դա մենք հետերից ենք ծագել և Մխիթար Գոշը եղել Աղվանացի։ Այս տեսությունը իրանք հիմա շատ են զարգացրել և ցավոք սրտի մենք չունենք չլավ, դրա մասին շատ հիմա չխոսում։ Փաստը 60-ական թվականներից դեռ Ադրբեջանը փորձում էր, որ մարդը այդ որում դուք հիմա տեսնեք, որ ինչ-որ առումով անկեղծ խոսում, մենք ծայրահեղ հայկականության դրսևորում են։ Դեռ այդ ծայրահեղական ինչ-որ առումով, վատ առումով չեմ ասում, դրական առումով եմ ասում։ Ես ծայրահեղականությունը այն դեպքում, երբ որ ունես հակառակ ծայրահեղություն, ամենևին վատ չեմ համարում։ Մենք տեսնենք, թե ինչու է դրսևորում։ Եթե հայ մի ծայրահեղ ազգայնականության տեսանկյունից մարդը ադրբեջանցի է ածակում նաբանում, դե ինչ ասում։ Դες ոնց կարգալին է։ Երկրորդ մեգահիթը, այսպես ասած, 1975 թվականի Խոսրով Թորոսյանի խմբագրությունն էր, որը դեշտությամբ հիմա կարելի է գտնել են հասցե պիթնա, որը վերջի խոշոր աշխատանքներ ես որով, վերջին խոշոր աշխատանքներ, այս տարի 50-ամյակն այդ աշխատանքի, էլի հետաքրքիր զուգադիպությամբ Խոսրով Թորոսյանը այդ գիրքը հրատարակելուց մի քանի տարի հետո այսպես հակարծամահալինում և ես վերջերս իմացա շատ ցավալի բան։ Մատերադարանում կար հայ չէ, իրավագիտական բաժին։ Խոսրով Թորոսյանը դրա ղեկավարն էր, իր մահից հետո այդ բաժինը ուղղակի լուծարվում է։ Եվ մենք հսկայական քանակի չվերծանված, չհրատարակված իրավաբանական տեքստեր ունենք մատերադարանում։ Պրոբլեմը դա է, իրականում մեր խնդիրը որն է, մենք այսօր հեռացել ենք մեր մայր լեզվից, գրականից, որը իդեպ ես բոլորին ոչ եմ անում, եթե ժամանակ ունեք եք անեսում եք, հատկապես երիտասարդները մենք արդեն ծեր եք էլի, կարող եք շատ հեշտ է դա։ Այդ լեզվով մեր արժեքների մեծ մասը աշխարհաբար չեն փոխադրվել։
աշխարհավար չի փոխադրվել։ Հիմա դուք տեսնեք, ես մի քանի տեքստեր եմ այդ պատրաստել, որ դա շատ հեշտ է։ Շատ շատերը փոխադրված չէ։ Օրինակ, չգիտեմ դուք տեղակ եք թե չէ, որ մխիթար գոշի զուգա է եղել է մի դատաստանագիր, որը տարբեր անուններ ունի, մեր ավանդույթում դա կոչվում է հաղթող կարգավորած դատաստանագիր, ավելի միջազգային տերմինաբանության կոչվում է ասորահռոմեական դատաստանագիր, դժվար է ասել իրականում, հավանաբար հռոմեական իրավունքից արմատ ունի, բայց նաև որոշակի ազդեցություն այս ռեգիոնի ժողովուրդներն են թողել։ Եվ դա զուգահեռ է եղել մխիթար գոշի դատաստանագիրը։ Դրա արաբերեն, հայերեն, վրացերենը հայերենից է իդեպ թարգմանվում, հայերեն, արաբերեն, վրացերեն և ասորերեն տարբերակները կան, բոլոր տարբերակները ունեն այսպես կոչված քննական բնագիր, հայերենը չունի։ Այսինքն, տասնյակ, հավից ավել ձեռագրեր կան, մեկը դերի համադրի և ստանա դրա սկզբնական տարբերակը, այսպես կոչված քննական բնագիր։ Այդ աշխատանքը չի կատարվել։ Այդ աշխատանքը մխիթար գոշի դատաստանագրքով կատարվել է դեռ 1880 թվականին և ավարտվել է 1975 թվականին։ Ես կարճ ասեմ, որ դուք պատկերացնեք, 3 խմբագրություն կա գոշի դատաստանագրքով։ 3 խմբագրություն կա, և դրանք բարերով կոչվում են ԱԲԳ, այն ինչ որ արել է Վահան Բաստամյանցը, դա այսօրվա տերմինաբանությամբ B խմբագրությունն է։ Եվ Խոսրով Թովմասյանի մեծ ավանդերին է եղել, որ նախ ինքը դասակարգել է դրանք, և երկրորդ արել է A և B խմբագրությունների ուրեմն քննական բնագիրը։ Եվ մինչև այսօր մեծ վեճ է A խմբագրությունն առաջնային, թե B խմբագրությունը, դրա մասին հիմա շատ չենք անդրադառնա, իմ համոզմունքն է, որ շարունակականություն է եղել, այսպես ասած, դպրոցը շարունակել է և A խմբագրությունն է այնուհանդերձ առաջնային, B խմբագրությունը հետո է, որպեսզի եթե բառերը ձեր համար բառերը ինչ-որ բան նշանակեն, իմացեք հետևյալը։ A խմբագրությունը մեկ միասնական տեքստ է, ունի նախադրություն, որը փիլիսոփայական հատվածն է, մենք դրան ենք հիմա շատ անդրադառնալու, իսկ բուն դատաստանագիրքի, այսպես ասած, հոդվածները մեկ միասնական տեքստ է։ B խմբագրությունը երկու մասի է բաժանում, աշխարհիկ օրենքներ և կրոնական օրենքներ կամ կանոնական օրենքներ։ Այդ խմբագրությունը իմ համոզմամբ դա ավելի ուշ շրջանի աշխատանք է, և որը հավանաբար դրա հետ ոչ մի առնչություն չի ունեցել, որովհետև բաներ կան, որ ուղղակի չեն հասկացել գոշի միտքը, ակնհայտ է, որ միտքը փոխված է։ Տեքստը բարելավված է, այսպես ասած, առասխալներ ուղղված է, բայց գաղափարները հաճախ շեղված են։ Էս է։ Իսկ մենք օրինակ մինչև հիմա չունենք, ինչպես նշեցի, այսպես ասած, հաղթող թագավորած դատաստանագրքի քննական բնագիր։ Իսկ ինչ է դառնում անկախ Հայաստանում մխիթար գոշը, անկախ Հայաստանում մխիթար գոշը դառնում է մեդալ։ Եվ եթե դուք հիմա տեսնեք, թե գոշի անունը ինչքան որտեղ է շահար, որտեղ ավելի շատ խոսում է, որպես մեդալ ստանում է իրավաբանների մեդալ և չեն իմանում ու մասին է խոսքը։ Դրա մի բնութագրիչ բան ասեմ, թող իմ ընկերները փաստաբանների պալատի միզներ են, ես օրինակ ես օգտագործելու եմ, մենք ունենք այստեղ փաստաբանների պալատի խորհրդի անդամ Շասենկովա, մեր ընկերներից Փաստաբանների պալատը իր շենքի առջև դրել է մխիթար գոշի կիսանդրի և այստեղ տեքստ է գրել։ Այս տեքստը, որ կարդանք, շատ լավ տեքստ է, ասում մարդը չի։ Մի համարտադրության, այդ մինչև մեր ընկերոջ խորհրդի անդամ մինչև այդ դե շուտ ասել, մենք ունենք մխիթար գոշի արձան, որի վրա կա մխիթար գոշի վերագրվող տեքստ, ոչ թե մարդն օրենքի համար, այլ օրենքն է մարդու համար, դա շատ կարևոր տեքստ է, շատ լավ գաղափար է, բայց ամբողջ պրոբլեմներն է, որ մխիթար գոշը չի ասել, աստվածաշնչյան խոսքը։ Եվ ինչն է զարմանալի, ես ման եկա, ինձ թվում էր, թե մխիթար գոշը որովհետև վերցրել է, վերարտադրել է, բայց այդ էլ չեմ գտնել, գուցե ես չեմ գտնել, գուցե ինչ-որ խմբագրություններից մեկում առկա է եղել, բայց փաստն է, որ մենք այդքան լավ չենք ճանաչում մխիթար գոշը։ Ասեմ ավելին, որ փաստաբանների ականջախուլ, մխիթար գոշը դասական կոմերցիոն փաստաբանության նկատմամբ ուներ խիստ ընդգծված բացասական վերաբերմունք։ Այդ ժամանակ այդպիսին եղել է, որ վերաբերմունքերը ճարտասաններ են ասել, եղել է, ճարտասաններ կամ ճարտարներ այդ տերմինների։ Պատճառը այն է եղել, որ դա շատ տարածված է եղել իր ժամանակի մամեդական դատարաններում, մենք հիմա նաև դրա մասին խոսենք, և ավելի շատ ես դրա հետ կապում, այլ ոչ թե գաղափարական խնդիրավորած։ Հիմա տեսնենք, կամաց
Շատ արագ անցնենք Մխիթարյանի ժամանակների մեջ, 1930-ականների ծնվում է քրիստոնյաների ընտանիքում այդպես է ասված, եւ դա է նաեւ պատճառը, որ ասում են դե հիմա ուրեմն կարող է անվան անել։ Ուտիքի աշխարհում Պավուշի հատվածում, այս հատվածում Հովհաննես Վարդապետ Պավուշեցու մոտ է սովորել, հետո մեկնում է 1160-ականներին Սև Լեռների վարական համալիր, որը ընդունված է համարել, որ որտեղ է։ Կիլիկիայում չէ, իրականում ենք հենց Կիլիկիայում չէ։ Իրականում դա Կիլիկիայից դուրս է, Մարաշի հատվածն է, Կիլիկիա պետությունը դրա այդտեղ շատ հետաքրքիր տեղ է եղել, որ հայկական, ասորական, հռոմեական շատ հետաքրքիր տարածք է եղել, որտեղ մարդիկ իրար հետ կարողացել են հարաբերվել եւ այդտեղ ուսում ստացած մարդիկ կարողացել են հասկանալ ուրիշ ժողովուրդների նաեւ օրենքները։ Այս իր կյանքի ամենակարևոր հատվածներից մեկն է եղել եւ օրինակ նույն ադրբեջանցիները սա հաստատի տակ են դնում։ Հաստատի տակ են դնում, ասում են ոչ մի աղբյուր չկա դրա համար։ Ընդամենը Կիրակոս Գանձակեցին է դրա մասին խոսում։ Ասում է ինքը ստացավ Վարդապետի արշավ, հացրեց Վարդապետի արշավը, գնաց այդտեղ ուսում առնելու եւ մի 6 տարի մոտավորապես մնացել։ Բայց Մխիթար Գոշի դատաստանագրքի վերլուծությունը, օրինակ ես մի քիչ հետազոտում եմ, 10-ից ավել ուղիղ խմբներ են հայտնաբերել Կիլիկիայում հենց մեր մատենագիրներից։ 10-ից ավել ուղիղ խմբներ։ Ինչը նշանակում է ուղիղ կապ Կիլիկիայի կրթության։ Այդ աշխատանքը մեր մոտ ցավոք սրտի շատ չի արվում։ Քարտեզին է ուզում մենք պատկերացնենք այդ ժամանակահատվածի Զաքարյան Հայաստանի շրջանն է, մոտավորապես այստեղ Սև Լեռների վանքերն է մեր թագավորության, այդ ժամանակ դեռ թագավորություն չէր։ Հատվածում այստեղից Մխիթար Գոշը եկել հասել է այստեղ, որոնք շատ ծանր ճանապարհ եղել, որտեղ այս ամբողջ հատվածը եղել է մամիլական տիրակալների ազդեցության տակ։ Այս Գանձակից մինչև Սև Լեռների վանք։ 1169 թվականին վերադառնում է, դա հստակ է, որովհետև այդ թվականին թվագրված աշխատանք կա իր կողմից Գանձասարում 69 թվականին հավանաբար կամ 68 թվականին վերադառնում է, թե ինչու է վերադառնում, այստեղ էլ հստակություն չկա, բայց հիշենք, որ շատ հետաքրքիր շրջան է այս տարիները Կիլիկիայում, երբ որ Մլեհ թագավորը վերցրեց իշխանությունը եւ այսպես մի քիչ խառը շրջան էր, այսպես ասեմ։ Վերցրեց իշխանությունը, այլ ոչ թե թագավոր, հիշենք, որ այդ ժամանակ թագավորություն չկար։ Եվ Ամենը 20-30 տարի հետո ալիներ, մենք սովորենք, դե մենք այդտեղ ունենք իշխանություն, չէ։ Ամբողջությամբ ենթարկվում էր Բյուզանդիայի այդ ժամանակ Կիլիկիան, բայց ուներ իշխանություն, այսինքն հարաբերական ինքնուրույնություն, բայց թագավորության մասին դեռ խոսք չկա։ Եկեղեցական բուրըն գործունեություն է իրականացնում Գանձակում եւ Արցախում։ 1185 թվականին գալիս է 5 գետիկի վանքում հաստատվում։ Այս վանքը, այս ծանոթար Գոշավան կանոնով չէ, բայց իրակ ճիշտ կանոնը նոր գետիկի վանք։ Ինչի է նոր գետիկի վանք, որովհետև այս էլ մի հատ նայեք, տեսեք, տեսա։ Այստեղ ինքը ծանոթանում է Քուրդ անունով իշխանի հետ, անունը դա, վերադարձի ճանապարհը։ Շատ կարևոր նշանակություն է անուններում Մխիթար Գոշի համար, հիմա տեսնենք թե ինչու։ Հետո վերադառնում է իր այլևի Գանձակը։ 1184-85 թվականին մեկ տարվա ընթացքում սկսում է ավարտում է դատաստանագիրքը։ Սովորաբար 1184 թիվն է դրա համար նշվում, բայց իմ կարծիքով դա այնքան էլ ճիշտ չի, մինչև 85-ի փետրվար վստահաբար եղել է, որովհետև այն ժամանակվա տարեթվերը հումարի մեկից հումարի մեկը չէի։ Դրանից ուրիշ ձևով էր հաշվում, 3 տարբեր տարբերություն շատ էր իր շրջանը, 3 տարբեր օրացույց է օգտագործում եւ դրանց համադրման արդյունքում ակնհայտ է, որ 1185 թվականի սկզբերին է վերջացրել, ոչ թե դատաստանագիրքը ամբողջությամբ այդպիսի մարգացել կա։ Իմ կարծիքով չէ, նախադրությունը, որը փիլիսոփայական հատվածն է դատաստանագիր։ Որից հետո խնդիր է ունենում հաստատ։ Այստեղ մի հատ կարևոր կտոր կա, որին շատ չենք անդրադառնա, վստահաբար խնդիր է ունենում ուրեմն Ավարանց կաթողիկոսի հետ։ Ստեփանոս կաթողիկոսի, որտեղ շատ կարճ ժամանակ հետո դուրս է գալի Ավանքի կաթողիկոսական իշխանությունից եւ գալի հաստատվում է Հաղպատի աթոռի, իրույթից կես տարածքը Հաղպատի աթոռն է։ Դրա մասին շատ չի խոսվում, թե որոշ առումով խոսվում, բայց այստեղ
Դա հետաքրքիր է, այդպես, սա ինտրիգային շրջան է, որովհետև մենք կարծում եմ առաջի դեպքը չի, որ այն մարդիկ, որոնք նախաձեռնողականություն են անում, ինչ-որ քայլեր է ձեռնարկում, փորձում են խնդիրներ լուծել, երբեմն խնդիրներ են ներում, կարծում եմ խնդիրը ոչ այնքան Ստեփանոս Կաթողիկոսի հետ էր, որքան նրա շրջապատի հետ էր։ Ամեն դեպքում դա փաստ է, որ վերադառնալու կարճ ժամանակ հետո գալիս է։ Դատաստանագիրքը գրվում է Արցախում, Մարտակերտի շրջանում, Դաստովանք կոչվող հատվածում և հետո տեղափոխվում է Հինգետի։ Ես ուզում եմ խատեցի վրա մոտարապես պատկերացնել։ Սա մեկ տիրույթ է, մեկ տարածք է, շատ հեռու չի։ Դաստովանքը վաղուց արդեն գոյություն չունի, ավերակներ է մնաց։ 1187 թվականին արդեն Հինգետիկում գրում է իր կարևոր գրքերից մեկը Երեմիայի մեկնությունը, երկրաշարժարանում Հինգետիկը փլվում է, ինքն է նախաձեռնում քուրդ իշխանի հետ իր հարաբերությունները հաշվի առնելով իր հարազատների միջոցով կարողանում է մասնավորապես այն ժամանակ այդպես դինաստիկ վիճակ էր։ Արդեն վերել ունեցող Սարգիս Զաքարյան իշխանի երկու որդիների Իվանեի և Զաքարեի հետ կապերով, որ ազգակցական կապի մեջ էր քուրդ իշխանի հետ, ինչպես նաև Արցախի Վարդան իշխանի հետ նույնպես ազգակցական կապ ունենալով կարողանում է հիմնել նոր գետիկի վարքը, որ հենց այս վարքը։ Այնուհետև 1207-1208 թվականների կարևորագույն եկեղեցական ժողովների է մասնակցում Լորեյում, որ այսօրվա Ստեփանավանն է, այսօր մեր Սերգեյ Ստեփանավանից էր գալի, հենց Ստեփանավանից էր, Թիֆլիսում և Անիում, որի նպատակը մեր եկեղեցական կարգերը, այսպես ասած, մի քիչ վրացականին մոտեցնելն է, որ վրացական պետության մեջ մի խնդիրներ քիչ ունենայինք, շատ է դրա մասին խոսվել, ամեն դեպքում մեր այսպես հոգևորականները, նաև Մխիթար Գոշը դրան ընդդիմանում է, մեղորեն դրան ընդդիմանում է և իրականություն դրանք չեն դառնում, եթե դրանք իրականություն դառնային, մեր հավանաբար 3 չէր լինի մեր վերափոխման տոնը, այլ մեկ այլ կլիներ, մեկ շաբաթ շուտ կլիներ, այսպես ասեմ, տարբեր ծիսական հարցեր կային, ամեն դեպքում մենք փորձում ենք մեր ավանդույթը պահել նաև ծիսական հարցերում և այլ հարցերում ևս։ 1213 թվականի վարչանվում է, հենց այստեղ և մեր տղաները լավ գիտեն, մոտակայքում է գտնվում Մխիթար Գոշի գերեզմանը, մեր տղաները շատ է սիրում այցելել։ Գիշերներ։ Այս մոտավորապես 50 կիլոմետր հեռավորության վրա մենք կհասնենք, դա այնքան է միանշանակ չի, որտեղ այլ է 5 գետիկի վանքը, դենոր գետիկը սա, բայց օրինակ Տեր Թադևոսը մոտավորապես պատկերացում ունի, որտեղ կարող է լինի, մոտ այլ։ Ինչ նախնդիրել է, երբ որ ավերվել է 5 գետիկի վանքը, բոլոր վանականները որոշել են ցրվել և ինքն է իրենց պահել։ Եվ այս ես հիմա շատ չեմ ուզում խոսել Բոշավանքի կամ նոր գետիկի վանքի մասին, բայց իր շնորհիվ սա մեծ շքով է դարձել։ Ցավոք սրտի այսօր մենք շատ մացաններ չունենք, որտեղ հենց այստեղ է ահավորը դերը, որ հրկիզեն են, լիքը բաներ են հրկիզեն, բայց օրինակ հայկական միակ մադյանը, որ պահվում է, օրինակ Իռլանդիայում հենց նույն գետիկի վանքում գրված մացանն է։ Մի քանի 11 մացաններ գետիկի վանքից պահպանվել են։ Եվ մեկ 10 մի քանի 10 չի։ Երբ վարչավել, օրը հայտնի չի, բայց հավանաբար եղել է 13 թվականի փետրվարի 11-ը ինչու, որովհետև ժամանակին եղել են այսպես կոչված գրքեր, որոնք որ սրբացման ճանապարհին գտնվող մարդկանց են վերաբերել եւ ամեն մեկը իր օրն ունեցել։ Մխիթար Գոշի հիշատակությունը եղել է փետրվարի 11-ի, ինչից հետևություն կարող եք անել, որ երևի իր մահվան օրն է դա եղել, սովորաբար այդպես է։ Եվ քիչ առաջ մտնելով ասեմ, ես փորձելու եմ նաև այս փետրվարի 11-ին հասցնել, որտեղ ուզում էի մեր համառային դպրոցին հասցնել չհասցրեցի, նոր աշխարհաբար փոխադրությունը, որտեղ ճիշտ ասած եղածներից շատ լավ չէ։ Շատ կարճ էքսկուրս արեցինք։ Միակ բանը, որ այստեղ ավելացնենք, 1997 թվականին է, որ գալիս է, այդ գլխավոր եկեղեցին հենց 1997 թվականին է ուրեմն կառուցվել, դա հստակ է, դա մեծագույն պրոբլեմատիկ թիվ է եղել 1997 թիվը, այսպես կոչված ծռազատիկը։ Հիմա որ նայում եք, ասում եք, ինչ է։ 95 տարին մեկ է եղել ու իրար ուղղակի մորթել են։ Այն թվերն ա եղել, երբ որ
տարբեր ազգեր, տարբեր օրեր են զատիկը նշել։ Այսօրվա աչքերով դա մեծ խնդիր չի, ժամանակ դա մեծագույն խնդիր է։ Դու սխալ եք նշում զատիկը, դուք ուրեմն սխալ դավարանք ունեք։ 1997 այդ օրերի թվերից մեկն է եղել, երբ հատկապես հայեր եւ վրացիները մեծ խնդիր են ունեցել, իսկ պետությունը եղել է վրացիների ձեռքում, հետեւաբար ժողովը եղել են հայերը ավելի շատ։ Քուրդ իշխանը նորից Վարդանգի, Արցախի Վարդանգի, որը հովանավորել է Մխիթար Գոշի եւ Զաքարիայի Իվանեի ազգականն ա եղել, մասնավորապես եղել է նրանք ուրեմն Իվանեն Զաքարեն եղել են քուրդի քրոջ որդիները, իսկ Վարդանգը եղել է նրա դստեր ամուսինը։ Այդ ծանոթության շնորհիվ մարդը կարողացել է մեծ գործ անել։ Վերջապես հասանք մաքուր իրավաբանությանը։ Հիմա մենք խոսում ենք մի քանի բաների մասին, թե որ դա Գոշի իրավաբանության բնութագրիչ գծեր։ Այս ինչի մասին ես հիմա խոսում եմ, սա այսպես իր դարի համար շարքավորելու արժանի հետաքրքիր բան է, որ ոնց կարելի է իրավական ինքնիշխանության մասին խոսել։ Իրավական ինքնիշխանություն ասելով հասկանում են այն, որ ամեն ազգ պետք է ունենա իր իրավունքը։ Եվ դրանով է նաև ապահովում, որ այդ ազգում ունենա սեփական դիմագիծ։ Եվ մարդը հասկացել է, այնպես ինչպես 4-5-րդ դարում, երբ որ Պաշտոնցներ մտածում, որ ինչպես կարող ենք մենք հայկականությունը պահել եւ գիր ուրեմն ստեղծվեց հայոց գիրը, առանձին գիր։ Դրա հիման վրա թարգմանվեց Աստվածաշունչը, շատ հայկական թարգմանություն, այսինքն ոչ թե պարզապես մեխանիկական թարգմանություն, այլ բազմաթիվ բաներ, այսինքն հայկականացվեց ինչ-որ առումով։ Մեր համար հասկանալի դարձվեց Աստվածաշունչը, դա շատ կարևոր դեր ունեցավ։ Նույնը 12-րդ դարում ապրիլ իրավունքի ոլորտում։ Հնարավոր չի ինքնուրույնություն, եթե քո իրավաբանությունը ուրիշի իրավաբանություն, ուրիշից վերցնում ես մեխանիկորեն դարձնում ես քո իրավունքի մասը։ Այսինքն դու պետք է ունենաս իրավական ինքնություն։ Այս ձևակերպումը, որ լավ գրաբարում կուզենամ մի հատ նայել, հասկանալի է, թե չէ։ Այդ փորձեք կարդալ։ Զոր ինչ սեփական է, մերոցս օրինաց ընդունինք, իսկ զաղտավոր խառնվածը ի բաց լուծանենք։ Ինչ է մեր ընդունենք, մենք ընդունելի ենք համարում միայն այն, ինչը բնորոշ է մեր իրավունքին, իսկ վնասակար ավելումները մերժում ենք։ Դա նախադրության նորից ասել եմ, փիլիսոփայական ապացի 10-րդ ճար է կոչվում, գլուխները ճար է կոչվում։ 10-րդ ճարի կարևորագույն մասն է, ինքը ասում է, ումից ինչ ենք վերցնում։ Եվ սկզբունքը սա է դնում։ Մի հատ պետք է հասկանանք, սա մեր համար կիրառելի է, թե չէ։ Այս սկզբունքը դեռ այն ժամանակ դրված է։ Ավելին, ամենաառաջի խոսքերը դատաստանագրքի, այս գրաբարը չեն կարդալ։ Ստանձնել են դատաստանագրքի շարադրումը նախ հերքելու տիրոջ օրենք պարսավորներին, որոնք պնդում են, թե այն, այսինքն տիրոջ օրենք, այսինքն քրիստոնեությունը, դատավարություն չի ընդունում։ Նրանք մեծաթիվ են այդ մերժողները, եւ նրանց բան ու գործը օտարազգիներին գովաբանելն է։ Այն բանի համար, որ նրանք ունեն իրավացի դատական իրավունք։ Եվ բոլորյալ լինելով նրանք մոլորեցնում են պարզանիքներից շատերը։ Առաջին իսկ խոսքերն է դատաստանագրքի։ Այսինքն դատաստանագրքի շարադրելու մոտիվացիան հենց նրանում է, որ մարդիկ են եղել հայկական այսպես այսօրվա տերմին կիրառեմ իրավունք բանի ինչի առաջատարներ են ասում, հասարակական կարծիքի առաջատարներ, ասում են, պետք է այն գնանք ուրիշներից վերցնենք են։ Առաջին իսկ խոսքերը սրա մասին են, մենք պետք է վերցնենք այն իրավաբանությունը, մենք պետք է մեր դատաստանագիրք ունենանք, մեր դատական իրավունք ունենանք, որպեսզի տեսեք հերքելու տիրոջ օրենքը պարսավորներին, որոնք պնդում են, թե դատավարություն չի ընդունում։ Սա առաջին խոսքերն են դատավարություն։ Շարունակենք նույն նախադրության երկրորդ արդեն ճառում։ Դատաստանագիրքը շարադրում է, որպեսզի դատական իրավունքը գրառող ձևով կարգավորված չլինի պատճառով, մեր մարդիկ օտարազգիների մոտ գնալով նրանցից չդատվեն։ Այսինքն ինչ է ստացվում։ Չունենալով հայկական իրավունք, մարդիկ գնում են օտարներ, իսկ օտարները առավելապես այստեղ շատերը կարծում են, որ նկատի ունեցել հենց մարտավարականների։ Գնում են իրանցից է։ Իրանց դատարանի մոտ դա նշանակում է 1-2 այդ մարդիկ կրոնափոխել են։ Սա է, այսինքն առաջին սկզբունքը համարենք իրավական ինքնիշխանություն, որը այդ ժամանակաշրջանի համար հաճախ պատահող բան չի։ Այսինքն հատուկ դատաստանագիրքը հենց դրա համար է գրված է։ Չգրված օրենքի կարևորը։ Սա շատ հետաքրքիր բան է նաև իր ժամանակաշրջանի այլ մտածողների հետ զուգադրությամբ։
գրապարի վրա ժամանակ չկորցնենք, Աստված ցանկացել էր, որ միմյանց հետ հարաբերություններում իրավունքը ապահովենք ոչ թե գրավոր դատական իրավունքի, այլ սիրո ու կարեկցանքի հիման վրա, իսկ արդարադատությունը պահենք ըստ տվյալ ժամանակի չգրված օրենքների անգիր օրինակ։ Այսինքն Մխիթար Գորշի դատաստանագրքի գաղափարախոսությունը այն է, որ նախընտրելի է չգրված օրենք։ Նախընտրելի է չգրված օրենք։ Բայց հետո տարբեր պատճառներով չկարողացան չգրված օրենքով շարունակել կարգավորությունը։ Ինչքան հասարակագրերի իրավական սովորույթի հետ է դա տրամաբանությունը։ Լավ հարց ես տալի, այն ինչ որ ինքը անգիր օրենք կամ բնավորական օրենք, հիմա տեսնենք այդ տերմինը, դա է իրավեր, դա բնական իրավունքի եւ սովորական իրավունքի ինչ որ միքս է։ Դրա մասին լուրջ աշխատանքներ չկան իրական, բայց հիմա մենք նաև տեսնենք զուգադիչ ինչ որ բաներ։ Այդ նույն շրջանի այլ հեղինակների հետ։ Դա շատ բանկավոր առած չի։ Առաջին ճարի, կարելի ասել, երկրորդ միտքն է սա։ Առաջին միտքը դուք տեսեք, երկրորդ միտքը։ Բնավորականն է իմեզ ընտրել իրավացին ի սկզբանե։ Իրավացին գերադասելը մեզ բնորոշ է եղել սկզբնապես։ Դա է պատճառը, որ հեթանոսների իմաստունները աստվածանարների պատժում էին մահվամբ, հայերի չարշարողների ձեռքի հատմամբ, այլ հանցագործներին էլ նմանապես իրավացի պատժել։ Այսինքն ինքը ի սկզբանե խոսում է դրա մասին, որ հեթանոսական շրջանից, երբ որ տեքստ չի եղել, սովորույթ է, դա սովորույթ է, դա բնական իրավունքի խնդիր չի, դա սովորութային իրավունքի խնդիր, բայց նա ինքը բերում է սովորութային իրավունք եւ բնական իրավունքը մեկ միասնական գաղափարի մեջ է տեղադրվում։ Եվ դա բնավորական օրենք տերմինն է, որը բազմիցս օգտագործվում է դատաստաններում։ Ինչն է հետաքրքիր, եկեք հարմատենք նույն շրջանի ընդամենը 30-40 տարի հետո հանրահայտ Թոմա Ակվինասու, որ այսօրվա կաթոլիկ եւ առհասարակ արևմտյան աշխարհի ամենակարևոր մտածողներից մեկն է, Սումմա թեոլոգիա գրքի հեղինակ, որ մի քանի հազար էջա եւ սահմանումներ են տրվում եւ այլն։ Տեսեք, մենք փորձենք համադրենք։ Գոշի ձևակերպումը բնավորական է իմեզ ընտրել զիրավացին ի սկզբանե։ Ակվինասյանը բնական իրավունքի կամ բնության օրենքի առաջին դեպքն այս է։ Գործել բարիք եւ ձգտել դրան իր ճարիքից հուսալ։ Շատ զուգահեռ է, այսինքն այս նույն մտածող, ոչ թե մեկը մեկից վերցրել է, այլ նույն ուղղությունն է եղել, իրավաբանության զարգացման նույն ուղղությունն է եղել, որը մեր ոնց ամուսրտի խաթարվել է։ Եվ հետաքրքիրն է, որ նախադասության վերջին ճարը նույն գաղափարով է սկսում Գոշը։ Նույն գաղափարը առաջին ճարի սկզբում եւ վերջին ճարի սկզբում նախադասության այդ փիլիսոփայական հատվածը։ Թեև լավին ձգտելն ու բոլոր հարցերում ասխալ լինելը բնորոշ է բոլորին, տեսեք, հիմա ինքն իրար ոչ թե հակասում է, հակառակ միտքն է բերում։ Սակայն դրան հասնել անհնար է։ Քանի որ գոյություն ունենալով մեր բնությունը ենթակա է ապականության։ Այսինքն, մի կողմից Գոշը նշում է, որ սա այն նպատակն է, որ միշտ պետք է ձգտել, մյուս կողմից լինելով պրագմատիկ, իսկ Գոշի պես պրագմատիկ շատ քիչ մտածողներ են եղել այդ շրջանում, հասկանում է, որ դրան հասնել հնարավոր չի, եւ դրա մասին է խոսում։ Այո, մենք պետք է ձգտենք, բայց պետք է հասկանանք, որ դրան վերջնականապես հասնել հնարավոր չի։ Մխիթար Գոշի իրավական փիլիսոփայության մեջ թե ինչ է իրենց ներկայացրել բնավորական օրենքը, դա նորմալ ուսումնասիրված չի։ Բայց եթե դու նայում ես այդ շրջանի, տեսեք, որ Ակվինասու օրինակը վերեցի, միակը չի։ Շատ հետաքրքիր զուգահեռներ կարող եք տեսնել։ Այդ ինչը Եվրոպայում եկավ հասավ մարդու իրավունքների գաղափարախոսությանը։ Դվեսօրվա մարդու իրավունքների գաղափարախոսությունը իր արմատներով գալի հասնում է այդ նույն բնական իրավունքի գաղափարը։ Ինչը մեր մոտ այդ զարգացումը չունեցավ եւ ցավոք սրտի դրա համար եմ ասում, մեր համակույտը խաթարված է։ Այսօրվա մեր իրավաբանությունը չի վերցնում մեր մտածողներից ինչ-որ բաներ, այլ դա համարում է ինչ-որ օքեյ, դատաստանագիր կա, մեդալ է եւ այլն։ Շարունակեք չդրված օրենքի մասով, դատաստանագիրքը շարադրում են, որպեսզի դատական իրավունքը գրավոր ձևով կարգավորված չլինելու պատճառով մեր մարդիկ օտարազգիների մոտ գնալով նրանց չդիմեն։ Այս սիստեմը սխալ դեպքում է։ Երրորդը, սա շատ նուրբ հարց է, ես գուցե չգիտեմ ստեղ մենք սրա անդրադառնանք թե չէ, բայց երբ ես այս տրամաբանությունը տեսա, ես մտածեցի, որ Մխիթար Գոշը այսօր կարող է փայլել վճռաբեկ դատարանի դատավորությունը։ Ցույցանեք, բայց մենք կտեսնենք, որ ինքը նույն մեթոդն է կիրառել։ Հենց է սա հարցը։ Այն ժամանակ, երբ որ բաստանյանցներ ուսումնասիրում, քարսներ ուսումնասիրում, մասնամետ ընկալումը չկա։ Հիմա դուք մեկ օրինակով իսկ այս օրինակը մեկը չի տեսնեք, որ Մխիթար Գոշը մաքուր վճռաբեկ դատարանի, սահմանադրական դատարանի մեթոդաբանություն է կիրառել։
Օրինակով, կոնկրետ օրինակով, ժամանակ ունենք դեռ։ Արդեն բուն դատաստանագրքի հոդվածներից մեկը 48-րդ հոդվածը, իդեպ դատաստանագրքի կառուցվածքը ինչպիսին է, բերվում է մի աղբյուր, սովորաբար դառնում է կամ կանոնական իրավունքից, կամ ուրեմն բանից, մովսիսական օրենքից, Աստվածաշնչի կամ մովսիսական օրենքից մի աղբյուր է բերվում, որը մեկնաբանվում է հետո, որից հետևություններ են անում։ Հիմա կոնկրետ տեսնենք։ Այդ որում դու հասկանում ես, որ դա հենց մեզ չի բերվում, կոնկրետ խնդիր լուծելու համար է։ 48-րդ հոդվածը, որը վերականգնվում է այսպես կոչված կանոնական իրավունքի դրույթ հանդիսացող առաքելական, երկրորդ առաքելական կանոնախումբ կա այդպես։ Հիմա շատ չխորանանք, կանոնական իրավունքը բաղկացած է կանոնախմբերից։ Սա ամենահեղինակավոր կանոնախմբերից մեկն է, կոչվում է երկրորդ առաքելական կանոնախումբ։ Ասվում է, որ դա 12 առաքյալների մշակածն է, գիտությունը դրա հետ այնքան համաձայն չի։ Ամեն դեպքում կաթոլիկ, ուղղափառ բոլոր ուրեմն եկեղեցիներում սա համարվում է կանոնական իրավունքի ամենակարևոր դրույթներից մեկը վերաբերող։ Կա այսպիսի դրույթ։ Դա գրապարը չկարդանք, միանգամից աշխարհը։ Եպիսկոպոսը չպետք է իրեն նվիրի երկրային հոգսերին, այլ պետք է զբաղվի եկեղեցական գործերով։ Իսկ հակառակ դեպքում թող կարգավիճ արվի, քանզի ըստ Քրիստոսի խոսքի ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ։ Դրա նպատակը այն ժամանակին է, որ աշխարհիկ տիրակալներ չդառնան եպիսկոպոսները, հոգևորը եւ աշխարհիկը տարաճան։ Սա մխիթար ոչը բերում է ու հետո տեսեք ինչ է շարունակում։ Այս կոպիտ ասած ճակերտները փակում ու շարունակում։ Սա արդեն մխիթարի ոչի տեքստն է։ Այս կանոնը չպետք է հասկանալ միայն աշխարհիկ իշխանների հոգսերով զբաղվելու արգելքի իմաստով։ Այն վերաբերում է նաև օտարազգի տիրակալների հետ պայմանավորվածությամբ թեմեր յուրացնելու դեպքերի, որ այժմ շատ եպիսկոպոսներ ու քահանաներ կատարում են։ Նրանց համար սահմանված է արժանի տերունական պատիժ, ըստ այն խոսքի, որ ոչ ոք չի կարող ծառայել երկու տիրոջ։ Ինչ անում, ասում եմ, այս կանոնը, որ դու աշխարհիկ գործերով զբաղվի, նաև վերաբերում է նրան, որ դու գնաս մահմեդականների մոտ, պայմանավորվես նրանց հետ քո եղբոր թեմը ձեռնցած, ինչը շատ տարածված բան է ճանաչում։ Այդ մեկ անախտումներից ևս։ Այսինքն այն կանոնը առաքելական, որը լրիվ ուրիշ նպատակ է հետապնդում կամ տեքստը ուրիշ բան իմաստներ, ինքը դրանից բխեցնում է մեկ այլ կանոն։ Պատկերացրեցի։ Ես հիմա վերեմ մեր վճռաբեկ դատարանի, ասենք օրինակ այս տեքստը, դե հիմա ասենք ինչով է տարբերվում մտածողություն։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ մեղադրյալ այս ինչի ճանաչմանը ներկայացնելու երկու արձանագրությունները, որպես անթույլատրելի ապացույց ճանաչելու պարագայում, ճանաչման ներկայացնելուց հետո այդ նույն վկաների տված ցուցմունքները չէին կարող որպես ապացույց օգտագործվել եւ դրվել սանկցիոնի մեղադրանքի հիմքում։ Ինչ է եղել։ Մարդուն հարցակննել են, չի հիշել ոստիկաններին, հարցակննել են, չի հիշել այն մարդուն, որ ձերբակալել է հատկանիշները, ճանաչման են ներկայացրել, շատ ձեռնաշղթաներով, այդի գործը։ Սրեք է գործը, ձեռնաշղթաներով ճանաչման են ներկայացրել։ Ձեռնաշղթաներով մեկը ձեռնաշղթայով է, այն երկուսը ձեռնաշղթայով չի, ասում է այս մեկն է, որից հետո հարցակրնել են եւ արդեն մանրամասն նկարագրել են։ Դատարանները 5 գործ է, 2005 գործ է։ Դատարանը առաջացել դատարանը, անթույլատրելի է ճանաչել ճանաչման ներկայացնելու արձանագրությունը, բայց ասել է ցուցմունքը անթույլատրելի չի, ի՞նչն է ապօրինի ցուցմունքի մեջ։ Այս վճռաբեկ դատարանի որոշումն է, որը թույլավոր ծառի պտուղների գաղափարն է բերել։ Ինչ է ասում։ Այդ ապացույցները թույլատրելի չեն, քանի որ դրանց բովանդակությունն ամբողջությամբ հիմնված է եղել անթույլատրելի ճանաչված քննչական գործողության տնօրենների վրա։ Օրենքի խախտումի ստեղ ուշադրություն դարձրել։ Իսկ օրենքի խախտման ձեռք բերված ապացույցների օգտագործման սահմանադրական արգելքը տեքստը տեսեք վերաբերում է նաև դրանցից բխող ապացույցներին։ Այսինքն տեքստը վերցնում է զարգացնում է։ Նույն մեթոդը չի ինչ-որ ոչնա։ Այսինքն այսօր մխիթար ոչը կարող գնալ հեշտությամբ, աշխատել վճռաբեկ դատարանի դատավոր 13-րդ դարից։ Ու ավելի լավ, որովհետև ինքը արդարության մեծ ընկալում ուներ։ Այս բաները են, որոնց մասին չի Ես մեկ օրինակ եմ ընդհանրելու, շատ խոսելու դարձ, որ դուք տեսնեք, որ մենք գործ ունենք ոչ թե մենք շատերը պատկերացնում են, չէ՞, ինչ որ մի հատ մխիթար գոշը քայլի, որոշել դատաստանագիր գրել։
կյանք ա եղել, մեծ պրոբլեմներ են եղել, ճշվել է դրա համար, հարացվել է, պատճառ, բայց այդ մտածողությունն է եղել, նույնիսկ իր ժամանակակիցները, այդ ինչեւ այո բռնաբարությունների մասին ասում։ Բռնաբարությունը, որ կարդում ես, տեսնում ես, որ այո տեքստը ավելի լավն է, բայց լիքը գաղափարներ ուղղակի չհասկացման պատճառով կորել են։ Եվ այսօր մենք էլ լավ չենք պատկերացնում, տվես ինչ-որ ասում, դա որևէ տեղ չկա։ Հասարակ իմ ամենասիրած հատվածը։ Ինչի է օրինակ հիշում եք խոսում ենք բանի Օզնեցու իրավաբանությունը կիսատ։ Այս պատճառով այդտեղ չկա դատավորը։ Այդտեղ չկա դատավորը, հայ իրավաբանության մեջ դատավորին առաջի անգամ առաջի պլանը բերել է գոհ։ Դատավորի մասին խոսել է գոհ։ Իսկ առանց դատավորի, առանց դատական process-ի չկա իրավաբանություն։ Մնացածն ասում է, առանց դատավորի իրավաբանությունը վերածվում է կներեք Սարդարանի ինստրուկցիայի։ Էլի առաջի ճարից, նորից ասեմ, նախատությունը մեծ մի հատ փիլիսոփայական իրավունքի մտածողության բան է, շատ կարևոր է, ցավոք սրտի թարգմանությունները առաջ։ Այսօր եղած թարգմանությունները շատ դուր չեն գա։ Այժմ նկատում ենք, որ բազմաթիվ եպիսկոպոսներ, վարդապետներ, քահանաներ, գլխավոր աշխարհականներ կողմնապահությամբ եւ կաշառքով եւ տգիտությամբ հաճախ շեղում են ճշմարիտ դատը։ Այդ պատճառով կազմում են դատաստանագիրքը նրանց փոքրիչ ուղղելու եւ կշտանալու նպատակով։ Տեսեք, երկու նուրբ բան։ Նախ ասենք, որ այն ժամանակ առանձին դատավորներ քիչ կային։ Կասած չկա, հիմնական դատը վարում են եպիսկոպոսները, քահանաները, աշխարհականները։ Տեսեք, երեք խնդիր է. կողմնապահություն, կաշառք եւ տգիտություն։ Մտածում ես այսօրվա դատավորների պրոբլեմները նույն երեքն են։ Նույն երեքն են։ Եվ ինչն է ինձ հետաքրքիր է տեքստի մեջ, շատ փոքր բան։ Գրաբարի տեքստը դա է։ Սակավուկ եւ ի հանդիմանություն սակավուկ այդոցիկ, այսինքն փոքր ինչ։ Իսկ մարդը հասկանում է, որ շատ բան չի կարող։ Մի քիչ գոնե այս մարդկանց խարկի իրար։ Այդ շատ դուր բան է կարծիք։ Գրաբարի դա շատ չկարում եք, հեսա զանգը դավերը դեր կանելոսը։ Աշների երևացածով մի դատ է, ինչպես ինքը դերն է ասել, այլ դատը ուղիղ կատարել։ Սա Սալմոսների մեկից հրում է։ Որպեսզի թույլերի միտքը գայթակղությամբ չվնասվի եւ այդ պատճառով իրենց դատը օտարազգիների առջև չտանեն։ Տեսեք, քանդիքներով միշտ ասում է օտարների մոտ չտանելու գաղափարը։ Սա եղել է դրա համար եմ ասում, ազգայնականություն, ծայրահեղականություն բառը օգտագործեց, երևի այդքան էլ ճիշտ բառ չէ։ Ազգայնականությունը այսքան ազգային բաղադրիչ եղել 13-րդ դարում շատ դժվար է պատկերացնել։ Որպեսզի թույլերի միտքը գայթակղությամբ չվնասվի եւ այդ պատճառով իրենց դատը օտարազգիների առջև չտանեն։ Այլ որպեսզի դատավորը ազատորեն կարողանա ասել ըստ իրոջ խոսքի, թեկուզ եւ ես եմ դատողը, բայց իր դատը արդար է։ Եվ թող դատավորը իր անձի համար օգուտ չփնտրի, այլ մարդկանց միտքը թող սերելի դեպի իրեն եւ դատը եզրափակի ճշմարիտ վճռով։ Այս է շատ նուրբ գաղափար է այստեղ պարունակում։ Այն որ դատավորները չպետք է կենտրոնացնեն արդարադատությունն իրաց վրա։ Այդ մի քիչ ֆուտբոլի մեջ է տերմին է, կներեք որ այս օրինակները, ասում լավագույն դատավորն է, ոսի չէ երևում, չէ՞։ Հիմա նույնը սրան ա վերաբերում, դուք արդարադատությունը արավ ըստ մի երևում։ Այս միտքը նույնպես մի քանի տեղ շեշտադրված երևում է։ Ինչ է դատավորին խորհուրդ տալի։ Իսկ դատավոր դարան եւ վերջ, ոչ։ Դատավորները պետք է գիշեր ցերեկ, ի գիշերի եւ ի տղնջյան։ Այս ցերեկ բառը մի քիչ մեր համար հասկանալի չէ։ Տղնջյան, տվի ինչ-որ սենց կորած բառը։ Գիշեր ցերեկ ոչ միայն խորհրդած են գիտությանը կամ դատավարությանը վերաբերող գրքերի ինտերեսանսան, այստեղ ուշադրություն դարձրել դուր բառը, այլև որսան տարբեր ազգերի իմաստունների խոսքերը։ Այսինքն նաև կենթանի շփման մեջ լինի։ Այսինքն մենակ գիտ կատարող ու դատավոր չէ դա։ Մենակ ոչ միայն այստեղ շատ կարևոր բան կա, այս էլա ես հիմա տեսեք տեքստն եմ ասում, բայց ուրիշ տեղեր սրա դրսևորվում կա, դու գիտ կատարող դատավոր չես դառնում։ Ցավոք սրտի մենք չունենք հնարավորություն որևէ համակարգի մարդկանց կենսափորձը ստուգելու։ Մենակ կարող եք ասել ստեղ աշխատել, բայց այս շատ նուրբ բան է։ Դու պետք է կարողանաս գետնի վրա հասկանալ իրականությունը։ Գիտ կատարելով լավ դատավոր չեն դառնում, կարճ ասած։ Այսա, մեկ րոպեից ավարտել
ունենալ լավ ուսում եւ իմաստություն եւ աստվածային ու մարդկային իրողությունների մասին իմացություն, որպեսզի դատական պարտականությունը կատարեն աստծո, ինչպես նաեւ ժառանգություն ու լավ ինքնազգացողություն, որպեսզի ակամա սխալներ չգործեն։ Տեսեք, հատկանիշներ են տալիս, այդ թվում նաեւ առողջության հատկանիշը, որ շատ հաճախ նաեւ տարբեր համակարգերից դա է համակարգի առողջի։ Եվ վերջինը, որ վերաբերում է մերիտոկրատիային, տեսեք, կարդացեք ու սրանով համարեք։ Լավ, ես ինչ եմ առաջարկում, մեկի սացնաթող սենց մնա, եկեք գնանք ավարտական եւ երկու բարով ավարտենք, շատ քիչ բան դրանց։ Սա վերջին հատկանիշն է, որ